Բարև ձեզ նորից, հարգելի գործընկերներ, քիչ առաջ մասնակցեցիք եւ ըստ էության ունեցանք ավարտվեց արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, կարծում եմ, որ թեև ժամանակային առումով շատ ավելի սեղմ, բայց բովանդակային առումով բավական հագեցած օրակարգով այց էր, մենք 3 չափազանց, բացի իհարկե մեր տեղի ունեցած հանդիպումից եւ հանդիպման ընթացքում ունեցած քննարկումներից 3 չափազանց կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք, հիշում եք, Հայաստան եւ Միացյալ Նահանգները ունեին ռազմավարական գործընկերություն, դա արտացոլող փաստաթուղթ եւ հիմա ըստ էության մենք ստորագրեցինք մի փաստաթուղթ, որով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվեց համապարփակ ռազմավարական գործընկերություն, փաստաթուղթը հրապարակված է, կտեսնեք, որ այս նոր փաստաթղթում շատ ընդգծված շեշտադրում կա արհեստական բանականությանը, բազմաթիվ այլ ոլորտներում, ընդհանուր մինչև տիեզերքում եւ տիեզերքին վերաբերելի հարցերում համագործակցությանը մյուս փաստաթուղթը հազվագյուտ հանքանյութերի մասին էր, այստեղ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նորից հաստատեցին այս փաստաթղթի ստորագրմամբ իրենց հանձնառությունը սերտորեն համագործակցել այս ոլորտում, այդ թվում նաև սկսած ուրեմն հետազոտություններից վերջացրած ուրեմն այդ հանքանյութերին վերաբերելի վերջնական դրսևորմամբ, արդյունահանում, օգտագործում եւ այլն, եւ իհարկե երրորդ եւ թերևս ամենասպասված փաստաթուղթը ընդամենը 4 ամիս շրջանակային թրիփ իրագործման ուրեմն փաստաթղթից հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրված այս փաստաթղթից 4 ամիս անց մենք կարողացանք համաձայնեցնել թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստան Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի տեքստը եւ այսօր նախաստորագրեցինք, վստահեցնում եմ, որ ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից եւ անցկացումից հետո արագ տեղի կունենա նույնպես շատ չեմ ուզում մանրամասներով ձանձրացնել իմիջիայլոց բոլոր փաստաթղթերը 3-ն էլ հրապարակված են արդեն հասանելի են կարծում եմ որ հետաքրություն կունենաք եւ մանրամասն կուսումնասիրեք եթե դրանից հետո սպეციფიկ հարցեր կլինեն միշտ ձեր տրամադրության տակ ենք այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին որևէ հարցի կապված եւ այցի հետ եւ ընթացող գործընթացների համեցեք Չունենք հարց Ասվում է Հանրային հեռուստաընկերություն Իրինա Մկրտչյան, պարոն Միրզոյան, նախ ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ շատ արդյունավետ քննարկում եք ունեցել, եթե կարելի է մի փոքր այդ քննարկումից մանրամասներ հայտնեք, ինչի շուրջ են եղել հիմնականում քննարկումները, ինչ շեշտադրումներ են եղել, եւ թերևս երրորդ փաստաթղթի մասին խոսենք, քանի որ դա թերևս նոր ուղղություն է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, խոսքը հանքանյութերին վերաբերող փաստաթղթի մասին է, ինչպիսի համագործակցություն է դա լինելու, ինչպիսի ներդրումներ կամ մատակարարման շղթաների վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կամ մոտավոր պատկերացում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իհարկե մենք մեր հանդիպման ընթացքում խոսել ենք ըստ էության մեր երկկողմ, նաև տարածաշրջանային օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ հասկանալու ամեն ինչ չի որ հասցրել ենք քննարկել, նաև նոր որոշակի հնարավորություններ կան, որոնք այս պահին չէի շտաբի բարձրաձայնել, բայց մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ինչպես արդեն եղած համագործակցության վերաբերյալ, այնպես էլ նոր մի քանի հարցի շուրջ, ինչ վերաբերում է հազվագյուտ մետաղներին, ապա դուք իրավացի եք, սա միանգամայն նոր ոլորտ է, որտեղ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը համագործակցություն են սկսում։ Կհիշեք անցած տարվա օգոստոսի 8-ին մենք նաեւ Վաշինգտոնյան հռչակագրին զուգահեռ 3 համագործակցության հուշագրեր ստորագրեցինք, մեկը ենթակառուցվածքների եւ ըստ էության նաեւ ներառյալ նաեւ թրիփի մասին, մյուսը էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ մյուսը արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների, դա անմիջապես շատ արագ
Նաև պետք է գնահատենք Միացյալ Նահանգների պատրաստակամություն իրենց համար շատ բարդ որոշումների շատ արագ կայացմամբ, ես նկատի ունեմ հենց կիսահաղորդիչները, Nvidia-ի, որը նաև Firebird ընկերության գործունեության համար ծայրահեղ կարևոր են, եւ ահա այս համաձայնագրերը սկսեցին հուշագրերը շատ արագ աշխատել, այնուհետև մենք ունեցանք նաև 1-2-3 կոչված պայմանագրի, համաձայնագրի տեքստի, ուրեմն շուրջ բանակցությունների ավարտ, այս մասին էլ ազդարարվեց փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի ժամանակ, ես թվարկում եմ սրանք ցույց տալու, թե մենք ոնց ենք ոլորտ առ ոլորտ գնում եւ այդ 1-2-3 կոչված պայմանական անվանումով համաձայնագիրն հնարավորություն կտա նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցություն սկսել եւ հիմա արդեն ինչպես իրավացիորեն նկատեցիք նաեւ հազվագյուտ մետաղների շուրջ, այս հազվագյուտ մետաղները կամ ծայրահեղ մետաղներ, ինչի ենք ասում ծայրահեղ, որովհետեւ դրանք ծայրահեղ կարեւոր են, որոշակի հազվագյուտ մետաղներ, ծայրահեղ կարեւոր են շատ կոնկրետ արտադրած տեսակների, օրինակ ասենք չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար մենք հիմա ըստ էության մի շղթա ենք փորձում ամբողջականացնել, ընդհանրապես եթե նկատել եք, հետևել եք, ամբողջ աշխարհը այսօր մի յուրօրինակ մրցավազքի մեջ է հայտնվել կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության եւ մատակարարման շղթաների նոր ուղիների հաստատման հարցում ես պետք է հպարտությամբ ասեմ եւ սա ամենևին չափազանցություն չի, Հայաստանի Հանրապետությունը այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվել այդ նոր մատակարարման ճանապարհների վրա, դառնալ այդ ճանապարհների լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը, կարևորագույն օղակներից մեկը եւ այս մեր բոլոր քայլերը, որոնք թվարկեցի կամ չհասցրեցի կամ վաղը կգան լրացնելու այս ցանկը ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերը այս նոր աշխարհում։ Այսքանը թերևս։ Երկու հարց ունեմ, մեկը նախ կապված Գյումրիում 3 քարոզարշավի ընթացքում արված ձեր հայտարարության հետ, երբ որ լրագրողի հարցինի պատասխան գերիների հետ կապված տեսանյութում լսվում է ձեր արտահայտությունը ծնգլ արեցիք, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք գերիների խնդիրների վերաբերյալ հարցերը իշխանության համար արդեն ծնգանել է եւ Պարոն Միրզոյան, ինչքան շարունակվում է այս համագործակցությունը արևմուտքի հետ եվրոպական կողմի, ամերիկյան կողմի, սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը ամեն մի այս պայմանավորվածություններից, փաստաթղթերի ստորագրումներից հետո նոր հայտարարություններով է հանդես գալիս, ընդ որում ամեն անգամ կոշտացնելով հռետորաբանությունը Հիմա մենք ունենք խնդիրներ ջերմուկի, վարտերի, մրգերի, ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված, ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունն այս առումով, արդյոք այլ շուկաներ առաջարկվում են տնտեսվարողներին, թե ոչ։ Շնորհակալ եմ պարոն Կիրակոսյան ձեր հարցերի համար, անկեղծ ասած հատկապես առաջին հարցի համար, ես իհարկե այս իրադարձությունների հորձանութում շատ չհասցրեցի հետևել, բայց տեսա, որ տենց շատ լայն թափով շահարկվում է Գյումրիում ունեցած արտահայտությունը, իրականում չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետեւ հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում,
Բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում որևէ մեկը կարա մտածի որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք ասենք չգիտեմ չափազանց շահագրգիռ պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ որպեսզի այդպես մատուցվի նույնիսկ չգիտեմ մամուլի ներկայացուցիչներն են դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում բայց բնականաբար եւ չէր էլ կարող հակառակը լիներ բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին որով ասում եք իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ խոստովանեք հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու եւ գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ որ առումով նաեւ այնպես որ գիտեք ստորություն է ուղղակի ասել որ Միրզոյան ասել է ծնգլ արեցիք լսելով գերիների մասին հարցը եւ հենց ծնգլ անելը բան անել վերագրել գերիներին էլի հələ բաներ կա որ չարժի էլ այսպես խոսալ բայց եթե հարցոթում կա ես դեմ չեմ պատասխանելու երկրորդ հարցը ՌԴ հայտարարություններ կամ ինչպես դուք եք ասում ավելի կոշտացող հայտարարություններ հռետորաբանություն մենք որքան հնարավոր է քարոզարշավ որքան թույլ է տալիս իհարկե տեսնում ենք որոշ հայտարարություններ որոնք հնչում են մեր ռուսաստանյան գործընկերների կողմից ես այս օրերի ընթացքում նաև ձեզ չնայած ծնգլ անելու հանգամանքին համբերատար մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակող հարթակներում մեր համագործակցությանը, ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր Եվ մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ ահա մենք հույս ունենք եւ տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրները առողջ կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել եւ գտնել լուծումներ։ Գիտեք, կա հակվածություն, ես տեսնում եմ վերագրել այս խնդիրները ինչ որ Հայաստան-Ռուսաստան լարվածության, ինչ որ Հայաստանի կամ այդպես էլ են ասում, չգիտեմ, եվրոպական, պրոեվրոպական կամ պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում, այս շտաբ վախենամ հիասթափացնեմ այդպես մտածողներին, այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարա գտնի որևէ ալկոհոլային խմիչքի կամ որևէ բանջարեղենի կամ մրգի Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 25 տարի առաջ։ Այս հարցը ինչքան փորփրեք մեր մամուլը, ժամանակ առ ժամանակ մշտապես եղել է։ Այսօր էլ հենց որ սեզոնը բացվում է, այս չգիտեմ, որևէ պտղի, բանջարեղենի, մրգի հետ կապված ինչ-որ խնդիր ալում։ Եվ շատ կարևոր է նաև ասել, օրինակ ասում եք ալկոհոլ, այդպես չի կա այդպես չի որ գինիների մուտքը փակված է գինիների մի կոնկրետ ընկերության այնել ոչ ընկերության ամբողջ արտադրանքի մի ինչ որ տեսակի արտադրատեսակի հետ կապված խնդիր ինչի ենք բացառում որ այդ խնդիրները կարող նաև օբյեկտիվորեն լինեն ի վերջո երբեմն նաև տեսնում ենք ոչ բարեխիղճ աշխատանք նաև արտադրողների կողմից այս կամ այն ոլորտում ես չեմ ուզում ասեմ որ անպայմանորեն է դա չեմ ուզում ասեմ որ չգիտեմ բայց ակնհայտորեն նես չի որ նախկինում այդպիսի բան չի եղել եւ ահա հիմա մեր ընտրությունների ընտրապայքարի կամ որևէ ինչ որ նարատիվի ֆոնին այսպիսի բակայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները կրկին ամփոփելով կան խնդիրներ այդ խնդիրները մշտապես ծագել են ծագում են մենք հակված ենք կառուցողական առողջ գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ իհարկե մենք բազմիցս նաև այդ շերտը չեմ ուզում անարձագանք թողնել մենք բազմիցս նաև հրապարակային ենք ասել որ կարծում ենք որ մենք պետք է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա բազմազանեցում ունենանք նաև չի կարելի ընդհանրապես գիտեք նույնիսկ տեսական դասագրքային մակարդակում վերանալով կամ վերացարկվելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից կամ մեր օրերից որևէ երկրի համար մշտապես
շատ օգտակար է եւ միանշանակ օգտակար է ունենալ բազմազան եւ մատակարարման եւ սպառման աղբյուրներ։ Սա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է եւ ես կարծում եմ, որ եւ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, բայց եւ նաեւ բիզնեսները, որովհետեւ ի վերջո կառավարությունները կարող են համաձայնագրեր կնքել, պայմանավորվածություններ ձեռք բերել եւ միջավայր ստեղծել, բայց այդ բուն առևտուրը ի վերջո նաեւ բիզնեսները, ընկերությունները իրենք պետք է անեն, այնպես որ մենք այդ ուղղությամբ գնալու ենք նաեւ, այո, դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է եւ մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար։ Պարոն նախարար, այդ կրիտիկական մետաղների հետ կապված, որը իսկապես նոր ուղղություն է հայ-ամերիկյան համագործակցությունում, բայց սա դեռևս հուշագիր է, որը կարծես թե ճանապարհ է բացում այդ ուղղությամբ համագործակցելու համար։ Արդյոք կարող եք կոնկրետ ասել, կա արդեն պատկերացումներ, թե օրինակ, չգիտեմ, հանքարդյունաբերության որ ոլորտում ամերիկյան կողմը որ ոլորտով է հետաքրքրված, որ ուղղությամբ հետաքրքրված, կան ներդրումներ կամ պատկերացումներ, որ այդ ոլորտում ամերիկյան կողմը ցանկանում է ներդրումներ իրականացնել, այսինքն ինքը երբ միսուարիում կստանա այդ առումով եւ կան արդյոք պատկերացումներ պրոյեկտների վերաբերյալ եւ հետաքրքիր է այս կոնտեքստում նաեւ պարոն Ռուբիոյի հայտարարությունը, որ ցանկանում են Հայաստանը ունենա տնտեսական անկախություն։ Սա կարելի է դիտարկել այս ուղղությամբ համագործակցությունը նաև այդ ձեր ասած տնտեսական դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, որը բավականին այս պահին կախված է Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից ամբողջությամբ մեծ մասով, եւ երկրորդը TRIP-ի հետ կապված նախաստորագրվեց փաստաթուղթը։ Մոտավորապես ինչ ժամկետներում կարող է ստորագրվել եւ արդյոք էլի կա պատկերացում, երբ կհիմնվի օրինակ TRIP ընկերությունը, երբ գետնի վրա կսկսվեն աշխատանքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, ընդհանրապես իրավացիորեն ինչպես իրավացիորեն նկատեցիք կրիտիկական միներալների վերաբերյալ փաստաթուղթը հուշագիր է եւ դրան պիտի հետևեն տարբեր կոնկրետ պայմանավորվածություններ, տարբեր կոնկրետ գործարքներ, բայց ես ելի ուզում եմ հիշեցնեմ անցած տարվա օգոստոսի 8-ին բարեստական բանականության եւ կիսահաղորդիչների վերաբերյալ ստորագրված հուշագիրը եւ ելի ինչպես բոլոր դեպքերում չստորագրած, դեռ թանակը թղթի վրա չչորացած, ունենում ենք քննադատությունների եւ կասկածամտության սկեպտիցիզմի տեղատարապ, հաճախ տենց հատուկ միտումնավոր կամ չարամտորեն շահարկվող, որտեղ մատնանշվում է, որ սա հուշագիր է, ոչինչ չի աշխատելու, բայց էլի հիշեցնում եմ անցած կիսահաղորդիչների հուշագիրը, որից շատ կարճ ժամանակ անց մենք տեսանք կիսահաղորդիչներ, դրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն եւ դրանց շրջանակներում արհեստական բանականության, այդ տվյալների կենտրոնի շուրջ ուրեմն այդ գործունեության ծավալումը եւ էլի կհամարցակվեմ ասել կոնկրետ եթե Firebird-ի մասին ենք խոսում ենք ընդամենը սկզբի մասին, չգիտեմ, առաջին խմբականակի մասին, եթե ոլորտի մասին ենք խոսում ենք ընդամենը առաջին ընկերության մասին եւ մենք տեսնելու ենք նորերը, նոր զարգացումներ։ Հիմա նույնը կրիտիկական միներալները, ես քիչ առաջ ասեցի, կառավարությունները միջավայր են ստեղծում, հա, պայմաններ, կանոններ, կառավարություններ ուղերձներ են հղում իրենց բիզնեսներին, ասելով, որ մենք տրամադրված ենք կամ ջանքեր կգործադրենք ձեր համագործակցությունը հեշտացնելու համար։ Հիմա եկեք այստեղ կան, այո, չեմ թաքցնի, պատկերացումներ կան նախնական եւ ներդրումների ոլորտի, կոնկրետ արդեն ենթավոլորտի կամ կարելի ասել եւ հանքանյութերի տեսակների, բայց ես չեմ շտապի հիմա դրանք բարձրաձայնել, որովհետեւ դրանք նախնական մտքերի փոխանակություն են, թող խոսակցությունները կենտրոնանան, թող ընկերությունները երկուստեք ուրեմն հետաքրությունները շոշափեն, երբ որ ուղղակի կհամարցակվեմ ասել, որ մենք կտեսնենք առաջիկայում շատ կոնկրետ դրսևորումներ այս դեպքում եւս։ Հա, TRIP-ի վերաբերյալ ես կարծում եմ, տեսեք, մենք 4 ամիս ընդամենը վերջին փաստաթղթից հետո TRIP-ի վերաբերյալ մենք ունեցանք արդեն միջպետական համաձայնագրի, որը իհարկե կարգավիճակով շատ ավելի սոլիդ եւ բարձր է, քան հուշագիրը կամ մտադրությունների հանրայնացումը, ունեցանք նախաստորագրում։ Ավելին ասեմ, այդ նախաստորագրումը շատ արագ ես վստահ եմ կվերածվի
ստորագրման, նույնիսկ կարող եմ պատճառը ասել, թե ինչու ոչ ամբողջական ստորագրում այսօրը, վստահեցնում եմ ձեզ տեքստի վրա, այսինքն տեքստը արդեն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալում եւ համաձայնեցումները կան, բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն, եւ ահա այս ես նույնիսկ չեմ վարանի ինչ որ ժամկետներ ասել, կարծում եմ, որ շաբաթների ընթացքում այդ ընթացակարգերը, որովհետեւ իսկապես շատ տեխնիկական եւ ֆորմալ ընթացակարգերի մասին է, շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում TRIP-ի նախագծի, դրանից հետո ենթադրում եմ մի փոքր ավելի այսպես կարգավիճակից խոսեցինք փաստաթղթերի աստիճանակարգության մեջ թերևս նվազ կարևոր, բայց շատ ավելի անհրաժեշտ էլի փաստաթղթեր կան, որոնք դեռ կարիք ունեն, օրինակ TRIP ընկերության կանոնադրությունը, հա, երբ որ դրանք էլ կլինեն, ես հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք, համենայն դեպս ինչպես կարող եք տեսնել, հարգելի գործընկերներ, եւ Միացյալ Նահանգների կառավարությունը, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նույնիսկ այս ողջ աշխարհակաղակական եւ տարածաշրջանային եւ բոլորի դեպքում մշտապես աշխուժ ներքաղաքական իրավիճակների եւ օրակարգերի պայմաններում շատ կենտրոնացված եւ այսպես կարևորություն հաղորդելով աշխատում են այս թեմայի վրա, TRIP-ի վրա, TRIP-ի կենսագործման ուղղությամբ, թեև այլի կրկին բազմաթիվ հակառակ պնդումները լսեցինք տարբեր փորձագետների կողմից, եւ ահա ունենք այսօր այս փաստաթուղթը, նույն կերպ կենտրոնացված եւ կարևորություն հաղորդելով շարունակվելու են երկու կողմերում էլ ջանքեր, այս մասին լսեցիք այսօր եւ ինձնից եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարից։ Շնորհակալություն Քրիստիան Ալագուլյան, Շանթ հեռուստաընկերություն։ Պարոն նախարար, ապրիլ ամսին Armenpress-ի հարցմանն ի պատասխան Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նշել էր, որ իրենք շարունակում են աշխատանքը նաև երրորդ երկրների հետ TRIP-ի իրականացման առումով, եւ դրանից հետո դուք ասացիք, որ գործընկերների կարիք կարող ենք ունենալ շինարարության եւ համակարգերի կառավարման փուլերում։ Քանի որ արդեն հասել ենք նախաստորագրման փուլին, արդյոք պատկերացումներ կան ավելի շատ, թե որոնք կարող են լինել այդ երրորդ երկրները եւ ինչ ոլորտներում կարող են ներգրավված լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, իրականում այո, կան տարբեր կողմեր, երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել TRIP նախագծի տարբեր դրսևորումների, վերջում մենք TRIP ասելով տենց իներցիայով անդադ կամ շարունակաբար մտածում ենք երկաթուղին, բայց չէ որ խոսքը նաև էլեկտրական, այդ գծերի մասին է, խողովակների մասին կարա լինի եւ այլն, կան տարբեր կողմեր, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել այս կամ այն բաղադրիչի նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով, լինի դա շինարարություն ֆիզիկապես, լինի դա ապրանքների մատակարարում, չգիտեմ, ռելսերի մատակարարում, լինի դա համակարգչային ծրագրերը, որոնցով պետքա համակարգի կառավարում լինի, մենք տենց նախնական քննարկումներ եւ մտքերի փոխանակություններ ենք ունեցել մի շարք գործընկերների հետ, բայց չի ուզի այս բանին որևէ ամփոփում անել եւ անուններ տալ։ Armenia Today լրատվական կայք, Արաքսիա Սնխչյան, պարոն Միրզոյան, խոսեցիք Գյումրիում աղմուկանած ձեր հայտարարության մասին եւ այսօր միանգամից հրաշալի հնարավորություն էր խոսելու մեր միջազգային գործընկերների հետ գերիների վերադարձի հարցով։ Հետաքրքիր է, թե արդյոք քննարկում ունեցել եք Ռուբիոյի հետ գերիների վերադարձի մասին եւ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իրական հնարավորություն ազդելու այդ գործընթացի վրա։ Հետաքրքիր է նաեւ արդյոք քննարկում եղել է Իրանի շուրջ, հաշվի առնելով ամերիկա-իրանական հնարավոր մոտակա համաձայնագիրը, արդյոք Հայաստանը որևէ ձևով կարող է ազդեցություն ունենալ եւ մասնակցություն ունենալ այդ, այսպես ասած, համաձայնագրի, պայմանագրի ստորագրման շուրջ եւ երրորդ հարցս կարճ, պարոն Միրզոյան, Ռուբիոյի այցը ձեր ընդդիմախոսները կապեցին ձեր քաղաքական վարկանիշը նախընտրական շրջանում բարձրացնելու հետ, արդյոք դուք Ռուբիոյին առաջարկել եք ընդդիմության հետ նույնպես ունենալ հանդիպումներ, որպեսզի այդ այցը չկապվի միայն ձեր իշխանության, այսպես ասած,
ռեյտինգի բարձրացման հետ։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ ասել, որ Բաքվում պահվող գերիների եւ պատանդարված անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է։ Ես սա 1000 անգամ ասել եմ, եթե այդքան կարիք կա ամեն անգամ հավաստիացում լսելու, պատրաստ եմ 1000 անգամ էլ ասել։ Այդ թեման հարցնեք, չհարցնեք, երբեմն գերիների հարազատներն էլ հասկանալի անհանգստությունով, մտահոգությունով հարցը բարձրացնում են մշտապես մեր երկխոսության մասա։ Անկեղծ ասած լիազորված չեմ ամերիկյան կողմից ասելու, բայց կարող եմ կարծում եմ այն թեմանա, որ պնդել, որ մեր ամերիկյան գործընկերներն էլ իսկապես մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ եւ ջանքեր են գործադրել եւ հիշում ենք անցյալում դեպքեր, երբ որ այդ ջանքերը նաեւ հաջողությամբ են պսակվել։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը իսկապես հնարավոր կլինի նորից մի նոր, այսպես ասած, հաջողություն ունենալ։ Այս հարցում ես երբեք չեմ արել հավաստիացումներ, մտածելով, որ սա այն դեպքն է, այն ոլորտն է, այն թեման է, որ երբ որ հաջողություն արձանագրվում է, միանգամից բոլորս իմանում ենք։ Այդ հաջողությունը մեկն է, նոր գերիների ուրեմն ազատ արձակումը, եւ քանի դեռ չկա այդպիսի հաջողություն նոր խմբի ուրեմն մեր պատանդների վերադարձ, ապա այնքան ուզում եք քննարկենք, չգիտեմ, որքան արժեք ունեն այդ քննարկումները եւ ջանքերը։ Հետեւաբար այս անգամ եւս թույլ տվեք այսքանով սահմանափակվել, բայց կրկին եւ մեր զրույցի մշտական բաղադրիչը եւ մեր ամերիկյան գործընկերները երբեք ցույց չեն տվել որևէ հետաքրքրության նվազեցում, մշտապես բաց են այս թեմայի համար եւ մշտապես փորձում են եւ շահագրգիռ են եւ պատրաստակամություն են հայտնել օգտակար լինել։ Գիտեք, Իրանի շուրջ մենք նաև հաշվի առնելով ժամանակը տենց առանձնապես մտքեր փոխանակելու հնարավորություն չենք ունեցել, ավելի շատ մեր երկկողմ օրակարգի հարցերի վրա ենք կենտրոնացել, բայց մեր դիրքորոշումը հրապարակային է, հայտնի է, մի անգամ էլ կարող եմ կրկնել, մենք շահագրգիռ ենք որպես պետություն, որը ռազմավարական գործընկերություն է Միացյալ Նահանգների հետ, որը դարերով այդպիսի գործընկերություն եւ հարաբերություն ունի Իրանի հետ եւ որը հազար թելով կապված է եւ Իրանի հետ եւ հիմա արդեն Միացյալ Նահանգների հետ, մենք շահագրգիռ ենք րոպե առաջ Իրան-ամերիկյան այս ուրեմն խնդրի կարգավորմանը, բանակցությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղության հաստատմանը, հարցերի լուծման առհասարակ եւ ինչու ոչ ապագայում նաեւ նրանց միջև համագործակցության հիմնադրմանը, հաստատմանը մենք ամենամեծ այդ ուրախությունը եւ կիսողներից կլինենք եւ նաեւ մեզ համար առաջին շահառուներից մեկը կլինենք նաեւ այն մյուս հարցի շուրջ գիտեք ես չի համաձայնվի նախ ձեր ձևակերպումների հետ ասում եք որ Մարկո Ռուբիոն եկել էր եւ փորձում էր հա հրաշալի ուրախ եմ ձեզ համար քաղաքական ընդդիմախոսները հա հայտարարություն են արել ճիշտ է եւ մեկնաբանել եւ պատասխանել թե արդյոք դուք Ռուբիոին առաջարկել եք ընդդիմության հետ նույնպես հանդիպում ունենալ որպեսզի այդպես չկալվի Գեցեք որ բառացի մեջ բերեցիք նոր ձեր քիչ առաջ ձեր ասածը իրականում ես կարծում եմ որ մեր ընդդիմախոսները կամ կտրված են այս առումով իրականությունից կամ Չնայած դրա համար չեմ զարմանա, որտեղ մարդիկ քարոզարշավ տենց առանձնապես չեն անում, չեն փորձում գնալ եւ գաղափարներ առաջարկել մարդկանց, մտածում են դա պետք է անել բանը փող վճարելով եւ ձայները գնելով, երևի այդքան չեն հասկացել, որ այդ ժամանակները անցել են եւ մարդիկ հիմա պետք է այս կամ այն գաղափարը պաշտպանեն, բայց մեր ընդդիմախոսները այնքան կտրված են փաստորեն առնվազն նրանք ովքեր այդպիսի պնդում են անում այնքան կտրված են իրականությունից որ ասում են որ Ռուբիոն պետքա գար որ մեր վարկանիշը բարձրացներ հարգելի գործընկերներ մեր վարկանիշը մի քիչ էլ որ բարձրանա մենք արդեն չգիտեմ այդ խորհրդանում եթե այդ օրենսդրական կարգավորումներ չլներ որ առնվազն 3 ուժ պետքա լինեն վախենամ այդ 3 ուժը տենց ոնց որ անցած անգամ էին ճիշտ ասվեց Դավեսկի պես հայտնվել խորհրդանում այս անգամ էլ ենք տենց աշկիս տենց իրավիճակի ականատես
այդպես լինելու։ Մեր վարկանիշը ինչքան պետքա բարձր է, մենք մեր երկխոսություն ունենք ուղիղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ավելին ասեմ, մենք տեսնում ենք շատ ուժեղ, շատ ընդգծված աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղության օրակարգին, ժողովրդավարությանը եւ մեր ինքնիշխանությանը։ Հետեւաբար թող մեր ընդդիմախոսները իրանք իրանց դարդը լացեն, մեր վարկանիշը ինչքան պետքա բարձր է։ Ինչ վերաբերում է նրան առաջարկել ենք մենք Ռուբիոյին հանդիպել ընդդիմությանը, թե չկներեք, այդպես պրակտիկա ոչ միտեղ չկա։ Այսինքն ինչի պետքա մենք առաջարկեինք Ռուբիոյին հանդիպել ընդդիմության հետ։ Ընդ որում նույնիսկ եթե ամերիկյան կողմից Դիմությունն է, ոչ միայն։ Մի հատ խնդրում եմ ինձ հենց հիմա հանեք ու սենց ճպսրեք մի փաստ այն մասին, որ X երկրում այցի ժամանակ կառավարությունը առաջարկել է հանդիպել օրինակ կամ կազմակերպել է հանդիպում ընդդիմության հետ անլուրջ բաների մեջ եկեք չմտնենք էլի հիմա երկու կառավարություններ, երկու արտաքին գործերի նախարարներ հանդիպել են, ես ասում եմ, sense փաստաթղթեր ենք ստորագրել, դուք ասում եք ընդդիմության հետ հանդիպել։ Ընդդիմության որ մեկի, մի հատ հասկանանք, որը որտե շպիոնն է, նոր տակը ինչ ա մնում, կարող է մյուս այցի ժամանակ տես մի բան է մտածենք։ Ես եմ շնորհակալ։ Մենք իհարկե մենք մի օր ընդդիմություն կլինենք եւ դա է ժողովրդավարության ողջ պերճանքը եւ հմայքը մենք ոնց սկսել ենք որպես ժողովրդավար ուժ այդպես էլ հավատարիմ ենք մնում եւ շարունակելու ենք մի օր այդ օրը կգա եւ այդ օրը մենք այդքան կտրված չենք լինի իրականությունից եւ գործող պրակտիկաներից որ ակնկալենք որ կառավարությունը մեր համար պետք է ԱՄՆ պետքարտուղարի կամ որևէ երկրի արտգործնախարարի այցի ժամանակ մեր համար բան անի, հանդիպում կազմակերպի համեցեք։ Ազատություն ռադիոկայան, պարոն նախարար, դուք խոսեցիք երրորդ երկրների հետաքրքրությունների մասին թրիփ նախագծում։ Ես ուզում եմ հասկանալ կամ պայմանավորվածություններ, օրինակ, ովքեր են կառավարելու այսպես կոչված front office, back office համակարգը, արդյոք երրորդ երկրի կպատվիրակվի եւ գերիների հարցով, պարոն նախարար, նախագահ Թրամփը անցած օգոստոսին էր դեռ աջակցություն խոստացել, բոլորս հիշում ենք, դուք ասեցիք, որ կա խոսակցություն ամերիկյան կողմի հետ գործնական քայլերի մասին կա խոսակցություն, այսինքն ամերիկյան կողմը Բաքվի հետ այդպիսի բանակցություններ վարում է հայ գերիների կամ գերիների որոշ խմբի վերադարձի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Ես քանի որ Տիկին Բեդևյան քիչ առաջ ինչքան որ անհրաժեշտ համարում էի գերիների եւ ամերիկյան կողմի հետաքրության եւ նրանց գործադրած եւ գործադրելիք ջանքերի մասին արտահայտվեցի, այս պահին ավելին ասել նպատակարար չեմ համարում, ամբողջությամբ կրկնում եմ այն պատասխանը, ինչ քիչ առաջ ասեց, ինչը Թրամփի խոստումը ուժի մեջ է։ Դուք լսել եք, որ ամերիկյան կողմը Թրամփի կամ որևէ այլ պաշտոնյայի մակարդակով հայտարարել է, որ այն մի կետ այլևս ուժը կորցրած է ճանաչվում։ Ամերիկյան կողմը չի մոռանում եւ մենք էլ, քանի որ, ինչ կրկնում եմ, ինչպես քիչ առաջ ասեցի, մենք էլ դա համարում ենք մեր մշտական օրակարգի մաս, ասես չկան այդ պայմանները, որոնց դեպքում դա կմոռացվի, հա։ Չգիտեմ, լավ, front office, back office պայմանավորվածություններ երրորդ կողմեր։ Հիմա այս փաստաթուղթը հրապարակված է արդեն եւ ասուլիսից հետո կարող եք կարդալ նաեւ հիշում եք վստահաբար հունվարի 14-ին ստորագրված TRIP իրագործման շրջանակ կոչվող փաստաթուղթը այդտեղ մանրամասն գրված էր front office-ի եւ back office-ի մասին եւ գործառույթների մասին եւ երկու կողմերի գործառույթների մասին ինչպես արդեն քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու այն փաստաթղթի դեպքում, այս փաստաթղթի դեպքում եւս ամեն ինչ պայմանավորված է եւ լինելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգմամբ
եւ ավելին, ինչպես կարող եք քիչ անց հավաստիանալ, այս պայմանագրում միջպետական արդեն, որը նախաստորագրեցինք պետքարտուղար Ռուբիոյի հետ, front office, back office-ի մասոին ուղղակի հղում է արվում հունվարի 13-ին ստորագրված իրագործման շրջանակին, այսինքն եթե այն ժամանակ հայ հանրությունը տենց առանձնապես անբավարարվածություն կամ մտահոգություն չունեցավ, վերջո կային մտահոգություններ, հետո հենց հրապարակեցինք խոսակցություններ, բնականաբար դադարեցին մեծամասն, որովհետև սևով սպիտակի վրա գրված է, եթե այն ժամանակ այս մասով մտահոգություններ փարատվեցին, հիմա կարող եմ ասել, որ հղում արվում front office, back office-ի մասով այդ փաստաթղթին։ Ես նկատի ունեմ front office-ի գործառույթը կարող է երրորդ երկրի պատվիրակվել։ Կա արդեն խոսակցություն, հնարավոր է որոշ երրորդ երկրի հետ արդեն կա պայմանավորվածություն։ Պայմանավորվածություններ որևէ չկան։ Ես ասեցի, մտքերի փոխանակություն կան տարբեր բաղադրիչների մասով տարբեր ընկերությունների հետ, բայց որևէ մեկը հասունացած չի այնքան, որ համարենք պայմանավորվածություն կամ նույնիսկ, չգիտեմ, իրագործման որևէ նախնական փուլ։ Էմանուել Մարգարյան, Armenpress, պետական լրատվական գործակալություն, պարոն նախարար, հայ-ամերիկյան օրակարգը իհարկե կարևոր է, բայց պակաս կարևոր չեն քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարությունների վերաբերյալ ձեր մեկնաբանությունները, հետևաբար։ Պարոն Միրզոյան, ընդդիմադիրները վերջին շրջանում պարբերաբար մի թեմա են շրջանառում, որ գործող իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիներ։ Օրերս Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Ֆրանսիայի նախագահը զանգարել է Ադրբեջանի նախագահին եւ խնդրել է մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրություններ կանգնեցնել այդ process-ը։ Չնայած իշխանությունների կողմից պարբերաբար հերքումներին, ընդդիմադիր դաշտում այս խոսույթը ավելի է ակտիվանում։ Խնդրում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, պարոն նախարար, արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգում նման հարց կա։ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան, թե ոչ, եւ եթե ոչ, ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ ընդդիմադիրները քարոզչության հիմնական թեմաներից մեկը դարձրել են այս հարցը։ Շնորհակալություն։ Ըստ լուրջ եք հարցնում, չէ՞, ես տենց եմ հասկանում։ Դուք լրջորեն այդ հարցը տալիս եք։ Չէ, իսկապես, եթե ինչ-որ մեկը լրջորեն դա շարունակում է պնդել, դուք որպես մեդիայի ներկայացուցիչ երևի պարտավոր եք նաև եւ տեղին է պարզաբանում զել։ Դե ինչ Ժողովուրդ ջան, եւս մի անգամ ասում եմ, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Անմտությունը, ավելին ասեմ, մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է մտածում, կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես չի ուղղակի տարական ուղեղի ինչ-որ բջիջների մակարդակով չի հասկանում ինչ է ասվում, ասում է, որ դա չի լինելու, չկա այդպեսի բան, եւ կամ երկրորդը սրիկայությունն է, որտեղ չարամտորեն կրկնում այն ինչ որ չկա։ Փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, այսպես ասած, անօգուտ իհարկե, սեղմել ինչ-որ ցավոտ կետերի հասարակության համար ցավոտ կետերի վրա։ Ընդ որում ես չգիտեմ այդ մարդը, որ անընդհատ այս նույն միտքը կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն ավելի լավ, որն ավելի լավ պատճառը, այն, որ ինքը կրկնում է, որտեվ չի հասկանում, թե այն, որ ինքը կրկնում է, որտեվ չարամիտ մտադրություն ունի։ Երկու դեպքում էլ մեր համար արդյունքը կամ, չգիտեմ, դրսևորումը եզրակացություն մեկն է, կամերաներ ընդեղ են, հարգելի հայրենակիցներ, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն եւ սրիկայություն։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Եվ այս սրանից հետո հնչում է հարց, իսկ քանի ադրբեջանցիների բնակեցման մասին է խոսքը գնում, ոչ մի պարոն Կիրակոսյան։ Հանրային ռադիո Աննա Նազարյան, մինչև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդունում էր ԱՄՆ պետքարտուղարին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարեց, որ խնդիրները շատ են եւ դրանք արդյունավետ է լուծել համատեղ, բայց մեր հայ գործընկերները ափսոս, որ դա չեն հասկանում եւ գնում են բառացի նշեմ, գնում են անմիջական սպառնալիքի աղբյուրի մոտ, որքանով են հիմնավոր նման պատկերացումները։ Հետո վերասեք կներեք,
որ գնում ենք անմիջական սպառնալիքի մոտ, չգիտեմ ինչա նշանակում դա, գուցե դուք որպես զանգվածային լրատվության միջոց հարցում ուղարկեք մեր հարգելի գործընկերոջ այդ պաշտոնյային եւ պարզաբանում խնդրեք մենք ինչպես երեք այնպես էլ այսօր պատրաստ ենք կառուցողական առողջ քննարկումներով հարթել բոլոր թյուր ըմբռնումները եւ ծագած իրական հնարավոր խնդիրները նորից եմ ուզում ասել մեր համագործակցությունը որևէ երկրի հետ որևէ տեսական երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը եւ գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ Հայաստան Ռուսաստանի Դաշնություն գործընկերությունը ուղղված չէ Միացյալ Նահանգների դեմ ուղղված չէ Չինաստանի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հույսքանը Սպառվեցին հարցերը Լիլիթ Գասպարյան 5-րդ ալիք, պարոն Միրզոյան, ԱՄՆ պետքարտուղարի այցը տրանզիտ այց էր առանց գիշերակացի, նա ընդամենը մոտ 1 ժամ մնաց Հայաստանում, չայցելեց Երևան, չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ուզում եմ իմանալ ինչով էր պայմանավորված այս հապճեպությունը։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում Եվ հիմա նույնիսկ Երևանում չի իմ տեղեկություններով, այլ մարզերից մեկում, Կոտայքի մարզում իրականացնում է քարոզարշավ, ինչպես կառավարության մեր բազմաթիվ այլ գործընկերներ։ Հետևաբար հանդիպումներ, օրակարգի, չգիտեմ, հնարավոր այլ կետեր, որոնք սովորաբար լինում են նման այցերի դեպքում, այո, այս անգամ չեղան, բայց Մենք գիտենք նաև, որ լինում են բազմաթիվ այցեր, որտեղ բանավոր հնչում են հավաստիացումներ, քննարկվում են բազմաթիվ կարևոր հարցեր, իհարկե, տեղի ունենում բազմաթիվ հանդիպումներ, բայց օրինակ չեն լինում փաստաթղթերի ստորագրում։ Ես նորից եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, հարգելի գործընկերներ, որ այսօր ստորագրված փաստաթղթերը մեկը մեկից կարևոր են։ Մեկը Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը այսուհետ համապարփակ ռազմավարական գործընկերություն անվանվում։ Այդ փաստաթուղթը հարստացված է արհեստական բանականության, տիեզերքի ոլորտում համագործակցության հիմնահաստատման վերաբերյալ պնդումներով, ինչ որ ուղիների մատնանշմամբ եւ այլն։ Դուք պատկերացնում եք, չէ՞, արհեստական բանականություն, տիեզերք համագործակցություն Միացյալ Նահանգների հետ մոլորակի 200 պետություններից քանիսն կուզեին այս համագործակցությունը իրենց մոտ տեսնել։ Հիմա մյուսը օգտակար հանածոներ ամբողջ աշխարհ առավոտից իրիկուն խոսում է մատակարարման շղթաների, քրիտիկական հազվագյուտ մետաղների, դրանից բխող նորից կիսաղորդիչներ, արհեստական բանականություն եւ այլ համագործակցության մասին։ Մյուսը թրիփը ընդամենը մի տարի անցել հրճակումից, մի տարի չի անցել, ինչքան օգոստոսից մինչև հիմա 8-9 ամիս անցել այդ հրճակումից եւ ահա մենք այսօր Դες պայմանագրերը հարգելի գործընկերներ բանակցվում են 2 տարի, 3 տարի, 9 ամիս հետո մենք պայմանագրի տեքստ ենք համաձայնեցրել եւ նախաստորագրում ենք, էլի բազմաթիվ շահարկումների ֆոնին, որ Միացյալ Նահանգները կորցրել է հետաքրությունը կամ չգիտեմ Հայաստանը կորցրել է հետաքրությունը կամ պատշաճ արագությամբ առաջ չեն գնում։ Այցի ժամկետը պայմանավորված էր մեր երկու պետությունների ցանկությամբ օր առաջ, վարկյան առաջ ունենալ նոր հերթական առաջընթաց թրիփի գործում, մնացած ոլորտներում։ Եթե դա լիներ մի շաբաթ առաջ, նկատեմ տեքստի համաձայնություն, իհարկե այստեղ նախարարների, տվյալ դեպքում ավելի շատ պետքարտուղար Ռուբիոյի գրաֆիկի այդ հարցեր էլ կան եւ այլն, հիմա է հնարավոր եղել, հիմա արեցինք էլի։ Դա Լիլիթ Աբրամյան, Ռադար Արմենիա, պարոն նախարար, Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ակտիվորեն քարոզվում է, որ Ռուսաստանը եւ Իրանը դեմ են թրիփին եւ ամեն ինչ անելու են ծրագիրը չիրականացնելու համար։ Արդյոք Հայաստանը լիովին տեղյակ է երկու պետությունների վերաբերմունքին տվյալ ծրագրին եւ արդյոք կա նման մտահոգություն, որ այդ երկու երկրները կարող են խոչընդոտել։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ, գհիշեք տարբեր հայտարարություններ են հնչել դեռ օգոստոսի 8-ից հետո եւ հետո հունվարի 14-ից հետո ընթացքում էլ հիմա այսօր էլ կտեսնենք նույնը կարծում եմ եւ Ռուսաստանի եւ Իրանի տարբեր շրջանակների կողմից։ Մենք իհարկե առաջնորդվում ենք պաշտոնյաների պաշտոնական դիրքորոշմամբ եւ ահա մենք մի փոքր որ փորփրենք համացանցը կտեսնենք Իրանի պաշտոնյաների կողմից օրինակ Իրանի հիմա Ռուսաստանի կանդրադառնա հետաքրքրություն թրիփի նկատմամբ նաեւ այն հնարավորությունների նկատմամբ որոնք նույն թրիփը բերելու է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը ես չեմ ուզում ասել որ տեղյակ չեմ իհարկե մի ամտություն կլինի տեղյակ չեմ նաեւ փորձագիտական կամ նախկին պաշտոնյաների կամ որևէ այլ մակարդակով հայտնված մտահոգություններից այո Իրանում կային հարցեր թրիփի շուրջ թրիփի անվտանգային այսպես ասած ենթադրյալ անվտանգային բաղադրիչից իսկ հիշեք մինչև թրիփը այն ինչ որ քննարկվում էր որ ինչ որ երրորդ կողմի անվտանգային կամ զինված ուժեր պիտի տեղակայվեն եւ այլն եւ ահա Իրանի մեր գործընկերները տեսել են որ որևէ այդպիսի բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթերով հիմա այսօրվանն էլ կկարդան եւ կտեսնեն որ չկա ամբողջությամբ ենթակառուցվածքները բոլոր ենթակառուցվածքները լինելու են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո գործելու են իրավազորության ներքո Հայաստանի Հանրապետության եւ դա բացառում է նաեւ անվտանգային ինչ որ երրորդ կողմի տեղակայում վերահսկողություն բառը կար հիշում եք ում կողմից է վերահսկվելու եւ այլն հիմա այդ հարցերը կարող է էլի լինեն եւ մարդիկ էլի կկարդան կտեսնեն որ այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա ավելին ես նորից եմ ուզում ասեմ նույն Իրանի համար նույն թրիփը հնարավորություններ է բերելու չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գա ասենք օրինակ Սևծով եւ պատկերացրեք թրիփով ստացվում է որ Պարսից ծոց Սևծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում սրանք բաներ են որը մի այսպիսի ասացված կա անգլերեն ձևակերպում է game changer իսկապես տեղի են ունենում հիմա Հայաստանում եւ Հայաստանի շուրջ այս ենթակառուցվածքներով բաներ որոնք աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական մեծ խաղի մեջ բաներ են փոխելու այնպես որ Իրանը այստեղ հետաքրքրություններ ունի հարցեր կար փարատվեցին հարցերը եւ կփարատվեն եւ նաեւ պետքա հնարավորություններ հետաքրքրությունների մասին խոսալ նույնը նաեւ ՌԴ-ի մասով կարող եմ ասել մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնության համար են նաեւ հնարավորություններ ստեղծվում նաեւ պաշտոնապես լսել ենք բավականին բարձրաստիճան ռուսաստանցի մեր գործընկերներից որ իրանք հետաքրքրություն են ցուցաբերում թրիփի նկատմամբ մասնակցություն են ուզում ունենալ համացանցում կա այդ ամեն ինչը մի հատ բան արեք փնտրեք տեսեք Բայց դուք տվել եք, չէ՞։ Հա, բայց ռեգլամենտը թույլ է տալիս եւս մեկ հարցողել։ Եթե թույլ կտաք իհարկե։ Քանի որ խոսեցիք Ռուսաստանի մասնակցության մասին, կարծեմ ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ թրիփի շրջանակներում հնարավոր չի դիտարկել օրինակ Ռուսաստանի մասնակցությունը։ Կարող է ինչ-որ բան է փոխվել, եթե չի փոխվել, խնդրում եմ սա ճշգրտեք։ Երկրորդը, որովհետև իրենք իսկապես նման հետաքրքրություն հայտնել էին, երկրորդը վերջերս, քանի որ ձեր սկզբի խոսքում խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ 1-2-3 համաձայնագրերի այդ մասին, որը խաղաղ ատոմի կամ չգիտեմ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություն է ստեղծում, վերջերս ԱՄՆ դեսպանությունը ուրեմն ռելիզեր հրապարակել մամուլի հաղորդագրություն, համաձայն որի ամերիկյան Sargent and Lundy ընկերությունը աշխատելով հայ պաշտոնյաների հետ ավարտին է հասցրել ատոմակայանի նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Այսինքն ամերիկյան կողմը ընկերությունը նման գնահատում է իրականացրել եւ կարծես փոխանցել է։ Կա արդեն պատկերացում ատոմակայանի նոր ատոմակայանի վերաբերյալ, մոդուլյար ատոմակայանի վերաբերյալ, թե որ կողմի հետ է Հայաստանը ավելի այսպես սերտորեն ցանկանում շարունակել համագործակցությունը, գիտենք որ կան առաջարկներ, բայց կա արդեն որոշում կամ չգիտեմ հստակեցում, թե որ կողմի հետ է ցանկանում շարունակել համագործակցել, հատկապես որ ամերիկյան կողմը տեխնիկատնտեսական հիմնավորում է ներկայացրել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այո, TRIP ընկերությունը եւ TRIP ենթակառուցվածքները, TRIP նախագիծը հայ-ամերիկյան ՀՀ ԱՄՆ երկկողմ նախագիծ է։
ընդհանուր մինչև ընկերության բաժնեմասերն են հրապարակել, համաձայնեցված են, չէ, 74%, 26%, բացառապես Հայաստան, Ամերիկա։ Ուրիշ բան, երբ որ կգա հարցը, չգիտեմ, զանազան կոմպոնենտների քիչ առաջ նորից ասեցինք, ընդհանուր մինչև եթե երկաթուղի ռելս ումից ենք առնում, եթե համակարգչային ինչ-որ ծրագրի հարց կա, դաով է կամերաներ անվտանգային, որ ընկերությունն է, որ երկիրն է եւ այլ, այսինքն կան բաղադրիչներ, որտեղ մենք կարող ենք տարբեր երրորդ կողմերի հետ համագործակցել, այդ երրորդ կողմերը կարող են պետություններ, բայց տրամաբանորեն ես մտածում եմ ավելի շատ ընկերություններ զանազան այդ փուլին չենք հասել եւ չկան այստեղ հստակեցումներ եւ պայմանավորվածություններ, երբ որ կլինի, երբ որ կգանք մենք TRIP ընկերությունը կհաստատենք մյուս առավոտ երևի TRIP ընկերությունը մրցույթ կհայտարարի, երբ որ տեղանք կորոշվի, կարվի այդ ուսումնասիրությունները կարվեն, երևի հաջորդ փուլում TRIP ընկերությունը մրցույթ կհայտարարի, չգիտեմ, թղթի ձեռքբերման համար թղթի կարիք կլինի եւ ինչ որ մեկը կմասնակցի այդ մրցույթին, այնտեղ էլ արդեն կերևա էլի եւ դա այս թղթի օրինակով բարձ է, մենք շպարզունակ կերպով արձագանքեցի, բայց թղթի օրինակով նույնը կլինի որևէ այլ ապրանք կամ ծառայություն, որի կարիքը TRIP-ը կունենա եւ այստեղ տարբեր երկրներ կամ ընկերություններ կարող են հետաքրքրություն իրենց դրսևորել, բայց TRIP-ը ինքնին որպես ընկերություն, որպես նախագիծ շարունակում է մնալ եւ շարունակելու է մնալ հայ-ամերիկյան համատեղ նախագիծ։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ուրեմն տարբեր ընկերություններ են նախնական ուսումնասիրություն արել, մենք իսկապես նախկինի պես բավականին հետաքրքրված ենք փոքր մոդուլյար ռեակտորներով, գիտեք, ինչպես աշխարհում ամեն ինչ փոքր մոդուլյար ռեակտորներն էլ ունեն իրենց առավելությունները, ունեն իրենց կարող են ունենալ իրենց թերությունները եւ այլն, այսինքն ցանկացած երկիր, ցանկացած այս դեպքում լավ ատոմակայան կառուցելիս պետք է հաշվի առնի իր շահերը, իր հետաքրքրությունները, ինչ է իրան պետք, պլյուսները եւ մինուսները, հա։ Հիմա մենք իրոք հետաքրքրված ենք փոքր մոդուլյար ռեակտորներով, կան բազմաթիվը չգիտեմ, չափելի չի երևի այդպես հստակ, կան մի շարք ընկերություններ եւ մի շարք երկրներ, որոնք հետաքրքրված են փոքր մոդուլյար ռեակտորներով մեր հետաքրքրությամբ եւ հիմա անում են իրենց ուսումնասիրությունները, արել են կամ կանեն, պատրաստվում են անել իրենց առաջարկները, մենք հետեւյալ փուլում ենք, մենք բացենք առաջարկների համար, դուք մի ամերիկյան ընկերություն նշեցիք, կանելի ամերիկյան կա, չգիտեմ, Ռուսաստանն է հետաքրքրված, Կորեան է հետաքրքրված եւ այսինքն բոլոր նրանք, ովքեր այդ տեխնոլոգիաներով որոշակի քայլեր ունեն, հետաքրքրված են Հայաստանում ստեղծվող հնարավորություններով, մենք էլ սպասում ենք եւ ուսումնասիրենք առաջարկները, այստեղ էլ ոչ մի վերջնական բան չկա։ Պարոն նախարար, մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը զորահանդես է կազմակերպել եւ ցուցադրություն է տեղի ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներ ունենք եւ այդ կապակցությամբ էլ Ռուբեն Վարդանյանն էր ուղերձել, մասնավորապես նշելով, որ քանի դեռ Բաքվում պահվում են անազատության մեջ են գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անբարոյականություն է զորահանդես կազմակերպելը, նախ կխնդրեմ դրան անդրադառնաք եւ քիչ առաջ գործընկերոջս հարցին ի պատասխան, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման մասին դուք նշեցիք, թե չեք հիշում, թե որերորդ անգամն եք դա հայտարարում, որ ստորություն է, սրիկայություն է, հիվանդ երևակայության արդյունք է, բայց հնարավոր է դա նաև պայմանավորված է նրանով, որ ժամանակին ձեր քաղաքական թիմը արել է հայտարարություններ, բայց դրանք իրականացել են 180 աստիճան հակառակ տրամաբանությամբ։ Շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես կգա գերության, պատանդարության մեջ գտնվող որևէ անձ, ես կարող եմ իմ ենթադրությունները ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, ես կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական եւ այլն, բայց ջանք գործադրեմ, որպեսզի զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, կրկին կոռեկտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է նրա 300,000 ադրբեջանցիների վերադարձին, նորից ընդգծելով, որ դա հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն եւ սրիկայություն, ուզում եմ ասել, որ
նախկինում ես կարող եմ հիշել բազմաթիվ հայտարարություններ, պնդումներ, հավաստիացումներ մեր ընդդիմախոս շրջանակներից, որոնք իրականության բարձվելուց հետո 180 աստիճան հակառակն են բարձվել, մի քիչ հարց չստացվեց նախադասությունը։ Մենք հիշում ենք առասպելները բանի մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին մինչև նախաստորագրում։ Մենք հիշում ենք առասպելները օգոստոսի 8-ի հռչակագրի մասին, հիշում ենք առասպելները բանի միջանցքի մասին, այն որ ասում էին միջանցքալին ու պնդում էին, էլի չէին ասում, տենց մեզ ներսից ասել են ձևով, որ միջանցքը գրված է Հայաստան-Ադրբեջան պայմանագրում, ստորագրեցինք, նախաստորագրեցինք, հրապարակեցինք, պարզվեց այդտեղ միջանցք չկա, անմիջապես ծնվեց հետևյալ ավելի հիմար պնդումը, լավը տեղ չի գրած միջանցքը գրած է այն հուշագրում հետո հրապարակում ենք հուշագրի տեքստը եւ իցավ այդպիսի պնդում անողների այդտեղ էլ ոչ մի միջանցքի բան չկար եւ աշարունակ մեր ամենօրյա կյանքի մաս են դարձել ընդդիմության այս կամ այն շրջանակների նույնիսկ իրենց փորձագետ հորջորջողների կներեք ձեր մասնակցությամբ հանդեպ ողջ հարգանքով հանդերձ նույնիսկ իրենց լրագրող հորջորջողների մի քանի անձանց կողմից պնդումներ ստահոդ, պնդումներ ակնհայտ ճշմարտությունների ուրեմն խեղաթյուրմամբ, չգիտեմ, ամենակարևորը գիտեք որ նա որ վերջը միշտ ցանկացած հարցում հրապարակվում է փաստաթուղթ, որտեղ սպիտակի վրա սևով գրված է եւ ամենակարևորը սա եւ սա ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի տարբերություն այդ ընդդիմախոսների, ի տարբերություն այդ վայ փորձագետների եւ ի տարբերություն որոշ վայ լրագրողների կարդալ գիտի եւ կարդում է եւ տեսնում է որ գրված ա թե գրված չի այս կամ այն բանը հետո մյուս թուղթն է կարդում եւ տեսնում է գրված ա թե գրված չի այս կամ այն պնդումը հետո տեսնում է իրականությունը եւ չի ապրում զանազան Facebook-ներում եւ ծուռ հայլների աշխարհում, այլ ապրում է իրականության մեջ։ Մենք էլ այս քարոզարշավի ընթացքում գնում ենք Հայաստանի իրական մարզեր, հանդիպում ենք իրական Հայաստանի իրական քաղաքացիներին եւ լսում ենք նրանցից իրական աջակցություն այն մասին, որ մենք պետք է շարունակենք մեր խաղաղության օրակարգը, շարունակենք եւ ամուր պահենք մեր ժողովրդավարությունը եւ շարունակենք ամուր պահենք եւ երբեք որևէ մեկին չհանձնենք մեր ինքնիշխանությունը եւ մենք լիարժեք եւ բավարարված ենք եւ գոտեպնդված ենք եւ ողջորված ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այս արձագանքից եւ աջակցությամբ եւ մյուսներին ովքեր ուղակի տխրում են այս փաստի բերումով լինեն նրանք Հայաստանի ներսում թե չէ մաղթում եմ համբերություն, մխիթարություն եւ սփոփանք Հայաստանի Հանրապետությունը եղել է եւ լինելու է ինքնիշխան ժողովրդավար եւ խաղաղ պետություն եւ ձեզ բոլորիդ բարի երեկո եմ մաղթում շնորհակալություն